Օրեր առաջ տեղ ունեցավ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հերթական համաժողովը, որի շրջանակներում ազգագործան պատուասը հանդես եկավ բավական սկանդալային ելույթով, եւ ըստ էության նա իր ելույթում հայտարարեց, այսպես ասած, 4 հանրապետության ձևավորման մասին։ Նիկոլ Փաշինյանի ելույթը բուրըն արձագանք ստացավ Հայաստանի հասարակական քաղաքական շրջանակներում եւ այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի հետ։ Բարև պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ինչի մասին էր Փաշինյանի ելույթը իրենց համաժողովում եւ ինչ է նշանակում 4 հանրապետություն եւ արդյոք դա լեգիտիմ թեզ է։ Շնորհակալություն հարցի համար, ըստ էության մենք նոր բան չլսեցինք, մենք լսեցինք միայն 2018 թվականից ի վեր հնչեցրած բոլոր մտքերի, թեզերի, քայլերի, ասենց մի հավաքածուն ժողովածուն, որի հիմնական իմաստը նա է, որ մեր խնդիրները, նրանից են, որ մենք ըստ էության ունենք A ազգային իղձեր, ունենք B ազգային նպատակներ եւ ունենք ազգային պետություն։ Այսինքն մեզ ինչ է ասում, մեզ ասում են, որ մեր խնդիրը նրանումն է, որ մենք մշտապես ունենում ենք խնդիրներ մեր հարևանների հետ։ Այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ ոչ թե մենք ենք ունենում խնդիրներ հարևանների հետ, այստեղ դասական փոխակերպման գործընթաց է գնում, այսինքն ոչ թե մենք ունենք խնդիրներ մեր հարևանների հետ, այլ հարևանները ունեն մեզ այդ խնդիրներ, որովհետև եկեք համաձայնվենք այն կոնցեպտը, կամ փիլիսոփայությունը, որը այսօր առաջ է տանում գործող իշխանությունը, ինքը իր մեջ ներառում է շատ կարևոր մի կոմպոնենտ, որի անունը ապա հայաֆիկացում։ Այսինքն մեր խնդրեմը նրանից է, որ մենք հայ ենք։ Սա են մեզ ասում ըստ էության, Եվ 4 հանրապետության կամ այսպես կոչված 4 հանրապետության ձևավորումը ինքը կրում է իր մեջ 2-3 հիմնական բաղադրիչ։ Ըստ իս առաջի բաղադրիչը նա է, որ այն գործողությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում իրականացրել է այս իշխանությունը, նվազագույնը չեն համապատասխանում ոչ սահմանադրությանը, ոչ տրամաբանությանը, ոչ հայկականությանը, ոչ մի բանին չեն համապատասխանում, ինչը միտված է ապահովել Հայաստանի Հանրապետության գոյաբանական խնդիրների իրականացումը։ Ես մի քիչ խուճուճ եմ ասում, ինչի համար, որովհետև փորձում եմ դուրս գալ լոկ, գիտեք, քննադատական դաշտից, որ մեր հեռուստադիտողները ի վերջո հասկանան, որ 4-րդ հանրապետության հայտարարությունը ինքը իր մեջ պարունակում է, ինչպես եւ ես ընդգծեցի, հետեւյալ թեզը, որ այն ինչ կատարվել է 3-րդ հանրապետության ժամանակ, կատարվել անցել գնացել է, հիմա ասես ջնջում ենք եւ սկսում ենք 0-ից։ Կրիմինալիստիկայում sense մի արտահայտություն կա, կոչվում է sense ասենք պատահարի տեղի մաքրում կամ ոչնչացում, այսինքն կամ հանցագործության հետքերի վերացում, այսպես հետքերի վերացում չի առհասարակ ամբողջ կոմպլեքսի, այսինքն ինչ է կատարվում, այն որ այս իշխանությունը իր բոլոր թեզավորման եւ բոլոր գործողությունների մեջ հասցրել է իրավիճակը մի հանգրվանի, երբ որ սկսած Արցախյան հիմնախնդրից, վերջացրած այլ խնդիրներով, որոնք իմպերատիվ ձևով ամրագրված են սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության, իրենք խախտել են, իրենք դեռ շատ լավ ինձանից, դեզանից, մեր հեռուստադիտողներից ավելի լավ են հասկանում, ինչ պետք է արվի։ Երկու տարբերակ է, կամ հիմնավորում են ինչի համար են արել, կամ ինչն է իրենց ստիպել այդ քայլերի գնալ, ինչը ըստ էության չի կարող հանդիսանալ արդարացման խոսք, հանձի սահմանադրություն գոյություն ունի, եւ երկրորդ ընդհանրապես ոչնչացնել ամբողջ համակարգը, որի հանդեպ իրենց գործողությունները այսօր եւ ոչ միայն այսօր առհասարակ, ոչ օրինաչափ են եւ ոչ օրինական են։ Այսինքն վերացվում է մի սուբյեկտ, որի հանդեպ կատարվել է գործողություն, եւ այդ սուբյեկտի տեղը ձևավորվում է նոր ինչ-որ մի բան, որի անունը իրենք դնում են 4 հանրապետություն։ Երկրորդը, մենք գիտենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հետևողականորեն պահանջում է ապա հայաֆիկացնել առհասարակ ամեն ինչ հայկական գործոնի ներքո, այսինքն էթնոքաղաքական միավորի, այսինքն պետության։ Դա ուղիղ են ասում, անվանելով օրինակ այն մարդկանց, ովքեր
հիշում են, որ իրենք հայ են, ռևանշիստներ։ Առհասարակ նկատել եք շատ հետաքրքիր մի զուգադիպություն, որը քիչ է դրա մասին խոսվում, բայց հարկ եմ համարում ընդգծել, որ խոսույթը թուրք-ադրբեջանական տանդեմի, այսինքն այն միավորի, որի հիմնական դոկտրինալ նպատակն է հայկական գործոնի վերացումը, ինչը իրենք բնավ չեն էլ թաքցնում, իրենց խոսույթը լրիվ համընկնում է ներկա իշխանության խոսույթի հետ։ Օրինակ, բազմաթիվ առումներ։ Օրինակ ռևանշիստներ։ Առաջին օգտագործեց Ալիևը, միանգամից վերցրեցին, սկսեցին օգտագործել։ Նույնը Արցախյան հիմնախնդրի շուրջ կապված, նույնը Հայաստանի հետ կապված։ Մինչ այսօրս մենք տենց էլ չլսեցինք հոդաբաշխ գոնե ինչ որ այո կոպիտ, ինչու ոչ, շատ կոպիտ, վատ կոպիտ արձագանք վիժվածքացին մի գաղափարի, որի անունը Արևմտյան Ադրբեջան է։ Իմիջիայլոց Արևմտյան Ադրբեջան եզրույթը կարող եք միանգամից հավասարության նշան դնել 4-րդ հանրապետության հետ։ Ինչի համար, որովհետև համաձայն իշխանության հայտարարությունների այնինչ իրենք ցանկանում են անեն Հայաստանի հետ, ինքը ապահայաֆիկացում է, բայց վակումը, որը առաջանում է, ինքը պետք է ինչ-որ մի ձևով լցվի, չէ՞, ու այդ վակումը լցվելու է թուրքերը Այո, ես այստեղ դնում եմ մի կողմ այն ակնհայտ իրողությունը, որ քոչվոր անտերուդուս, հա, ցեղեր եկել են լցվել են մեր տարածք եւ մեզ մեր հողի, մեր հայրենիքի, մեր պատմության, մեր արյան, հա, հաշվին ձևավորում են իրենց միավորները Թուրքիա եւ Ադրբեջան։ Պետք է հասկանալ հետեւյալը, որ այսօր մենք ականատես ենք անգրագետ նենգափոխության գործընթացի, այսինքն տեսեք, մեզ ինչ են ասում, ասում են խնդիրը մենք ենք։ Չէ՞, ասում են խնդիրը նա է, որ դու հայ ես ըստ էության։ Եվ այդ խնդիրը օրինակ ձևավորվել է հայկական, չգիտեմ, հայրենասիրության մոդել, առհասարակ այդ արտահայտությունն է աննորմալության կանխավարկածի մեջ տեղավորվում, չկա հայրենասիրության մոդել A, B, C, D-ը, կա հայրենասիրություն կամ չկա հայրենասիրություն։ Հայրենասիրությունը հայրենիքի հանդեպ սերն է։ Այսօր իշխանությունը հակադրում է հայրենիք հասկացությունը պետություն հասկացությանը։ Դրանով ըստ էության ստորացնելով հայրենասիրության գաղափարը եւ ստորադասելով պետության, պետականության ձևավորման գաղափարը։ Ինչի համար այսքան երկար, որ մենք հասկանանք, որ խնդիրը հետեւյալն է, մեզ փորձում են համոզել, որ օրինակ Արցախի հիմնախնդիրն է մեր խնդրեմը։ Հարց է ստալ, ասում եմ, սա է ցեղասպանության հարցը։ Հա, դա մեր խնդրեմն է։ Այսինքն մենք ենք խնդրեմը։ Ինչ է ստացվում։ Ստացվում է խուժանը մեզի ցեղասպանում է, թուրքը մեզ սպանում է, մեզ մորթում է, մեր հողերը գրավում է, մեղավորը մենք ենք։ Հետևաբար մեզ առաջարկում են, եկեք մոռանանք, որ մենք հայ ենք եւ այդ process-ները չեն լինի։ Մոռանալով, որ էթնոքաղաքական միավորները Թուրքիան, Ադրբեջանը մշտապես վարել են ագրեսիվ քաղաքականություն ավտոխտոն, այսինքն բնիկ ժողովուրդների հանդեպ, հույներ, բուլղարներ, եզդիներ, քրդեր, ճիշտ է քրդերին վերջում հասան, բայց այնուամենայնիվ ասորիներ, արաբներ, գրեթե այն ժողովուրդները, որոնք օկուպացիայի տակ են եղել։ Այո, եւ ոչնչացվել են։ Երբ որ մեզ փորձում են ասել, որ Արցախն է խնդիրը եղել, Արցախը խնդիրը չէ, Արցախը հետևանքն է։ Նույն հաջողությամբ կարող ենք վերհիշել, հա, օրինակ Նախիջևանի պատմությունը, որը հայաթափվեց Խորհրդային Միության ժամանակ Ադրբեջանի, Խորհրդային Ադրբեջանի կողմից, որին ընդդիմանում էր օրինակ նույն կենտրոնական իշխանությունները, հա, Խորհրդային Միության, բավականին լայն ծրագրեր էին 60-ական թվական, 60-ական 70-ական թվականներին փորձում անել, բայց իրենք այնպիսի տնտեսա-սոցիալական իրավիճակ ստեղծեցին, պատերազմ չկար, չէ, բայց հայաթափվեց։ Նույնը կարելի է ասել որոշ վերապահումներով Արևմտյան Հայաստան, որտեղ սկզբից գնաց կոտորածից հետո են փշրունքները հայերի, որ մնացին, իրենց սկսեցին վերաձևավորել թուրքի, այսինքն թուրքական ազգանուններ, զրկել հայերեն խոսալուց եւ այլն։ Այս process-ը շարունակական էր մինչև 1988 թվական, եւ որ 1988 թվականին եւ որ Արցախի հիմնախնդիրն է, եկեք հիշենք ինչի սկսեց։ Արցախի հիմնախնդիրն այն չէ, մենք նստեցինք, որոշեցինք, վայ, Ղարաբաղը մերն է։ Չէ։ Նրանից որ սկսեցին մարդկանց սպանել, նրանից որ սկսեցին մարդկանց դուրս մղել, Սումգայիթ, Բաքու, մի շատ պարադոքսալ իրավիճակ է։ Գանձակ, ո՞ր մեկ ասեմ, Մարաղա,
Հասկանում եք, այսինքն մեզ փորձում են այսօր իշխանությունները համոզել, որ մեր խնդիրը նա է, որ մենք հայ ենք, եւ մենք պետք է լինենք հպարտ քաղաքացի կամ քաղաքացի, այն ինչ որ մի անհասկանալի էթնոքաղաքական միավորի, թե անունը ինչ կլինի, դա կապ չունի։ Ճիշտ է, ճվճվում են, որ Հայաստանի Հանրապետություն կլինի, այս կլինի, այն կլինի, ճվճվում են, ես նկատի ունեմ լրատվական միջոցները, որոնք թուրքերի եւ ադրբեջանցիների ըստ էության փաստացի վերահսկողության տակ են եւ այդ տարափը տեղեկության ասած գցում են դաշտ եւ ստացվում է հետեւյալ մի իրավիճակ, որ մեզ ասում են ախպեր, դու պետք է մոռանաս, որ դու հայ ես։ Այստեղ խնդիրը դա է եւ 4-րդ հանրապետության այսպես կոչված, որը ես ավելի քան համոզված եմ չի լինելու։ Որովհետեւ դա գիտեք ինչ է հավասար։ Դա ոնց որ մեկը գնա բժշկի մոտ, բժիշկը ասի գիտես ինչ կա, քո գլուխը միշտ ցավում է նրանից, որ գլխիդ մեջ կա ուղեղ, գանգ ուղեղ, այդ գանգ ուղեղը արի գլուխդ կտրենք։ Խնդիրը քո գլուխն է։ Ու լուծվում է։ Տեսականորեն ճիշտ է, չէ՞ ասում, գլուխը որ կտրեցիր, էլ ցավ չի լինելու, բայց մարդը մահանալու է վստահաբար։ Նույն մեկին մեկ process-ը մեզ են փորձում համոզել։ Եվ այս պարագայում բոլոր անխտիր, բոլոր թուրքեր եւ ադրբեջանցիների նախապայմանների կատարումը հանուն իբր խաղաղության բերումը տրամաբանական հարցի։ Այ ընկեր, երբ որ դու ասես խաղաղություն, եկեք հասկանանք խաղաղության մոդելը, այստեղ մոդելավորում կա, որն է։ Որտեւ երբ որ մեզ ասում են խաղաղությունը նա է, որ մենք մոռանանք, որ մենք հայ ենք, հրաժարվենք ազգային բոլոր կոմպոնենտներից եւ դա կբերի խաղաղություն, ես հարց եմ տալիս, իսկ հակառակ կողմին ինչի համար է դա պետք։ Տեսեք, յուրաքանչյուր եւ ճիշտ ոչ թե յուրաքանչյուր ամենահեշտ ձևը մարդկանց ոչնչացնել դա ինքնությունից զրկելն է։ Այդ մեթոդը բավականին լայնածավալ, օգտագործում էր նացիստական Գերմանիայում, երբ որ համակենտրոնացման ճամբարները մարդկանց զրկում էին անուն, ազգանուն, ազգություն եւ դաջում էին համար։ Նույնը մեզ հետ են ասում, մեզ ասում են ախպեր, քու խնդիրը նա է, որ դու հայ ես։ Երբ որ դու կմոռանաս, որ դու հայ ես, թուրք ու ադրբեջանցին էլ քեզ ձեռ չեն տա։ Բայց Հայաստանը եւ հայերը երբեք նախահարցակ չեն եղել, մենք չենք գեներացնել վտանգներ Թուրքիա-Ադրբեջանի հանդեպ, իրենք են գեներացրել։ Եվ մեր պայքարը, մեր կռիվը մեզ որ չսպանեն, այսինքն դիմադրությունը, այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը ներկայացնում է որպես ագրեսիա, այսինքն կրկնում է Թուրքիա եւ Ադրբեջանի նարատիվները այն Թուրքիա եւ Ադրբեջանի, որը Շուշիում, օկուպացված Շուշիում 2021 թե 2 թվականին ներողություն թվերի մեջ կարող է սխալվել, ստորագրեցին, այստեղ չեմ սխալվում, անգիր գիտեմ այդ փաստաթուղթը։ Շուշիի շրջակագիրը, որտեղ ուղիղ գրված է Հայաստանի Հանրապետության լուծարման ճանապարհային քարտեզը։ Եվ երբ որ դու հետևում ես իշխանության գործողություններին, որոնք ըստ էության մեզ մեղադրում են, որ մենք ցեղասպանվել ենք, հա, նույնը թուրքն է անում։ Մեզ մեղադրում են, որ մենք դիմադրել ենք, որ մեզ ուզեցել են սպանեն։ Հա, խոսքը Արցախի մասին է։ Մեզ մեղադրում են դրանում, նույնն է այս իշխանությունները։ Եվ այստեղ պետք է հասկանալ եւ տարանջատել շատ կարեւոր մի դրվագ ընդհանուր պատկերից։ Առաջ մեզ ինչ էին ասում, ասում են Ղարաբաղը կտանք հանգիստ ապրենք, չէ՞։ Պետք է ազնիվ լինել հասարակությունը, որը 10 տարուց ավել գտնվում էր լայնածավալ պրեսինգի տակ տեղեկատվական։ Ինչ որ մի մասը ասաց դե լավ։ Բայց հանգիստ չենք ապրում։ Արցախի օկուպացիայից հետո 2023 թվականի սեպտեմբերի վերջ միանգամից հայտարարվեց Արևմտյան Ադրբեջան կոնցեպտի իրականացման մասին։ Այսինքն Արցախից հետո միանգամից անցան Հայաստանի վրա։ Ինչի համար։ Խնդիրը Արցախը չի։ Խնդիրը Արևմտյան Հայաստանը չի, Նախիջևանը, նույնիսկ Հայաստանը չի։ Եվ այստեղ ունենք մի շատ կարևոր դրվագ, որը պետք է տարանջատել իմ խորին համոզմամբ ամբողջ կոմպլեքսից։ Դրվագի անունը դա մոտիվացիան է Թուրքիա եւ Ադրբեջանի ինչի համար են ուզում մեզ վերացնել։ Ստե խնդիրը որքան էլ տարօրինակ չհնչի, հայկականության մեջ չի։ Խնդիրը նրանում է, որ մենք ոչ թուրք ենք, ոչ ադրբեջանցի եւ չենք էլ կարող դառնալ։ Սա է այդ իմաստը, հասկանում եք, քոքը խնդրեմի։ Եվ
Միգուցե մենք մոռանանք, որ մենք հայ ենք, չնայած ոչ դուք կմոռանաք, ոչ ես կմոռանամ, ոչ մեզ դիտող հեռուստադիտողները, մեր հայերը, հա, չեն մոռանա, բայց ենթադրենք, շո մի մարդ որոշում ասում, ախպեր, դե մոռանանք, որ հայ ենք, մոռանանք, որ կոտորել են, մոռանանք, որ զգում եք, չէ՞ մոռանում ենք այն, ինչ մեր հետ արել են, որ մարդասպանը ու այդ կոտորողը ինքն էլ կմոռանա։ Բայց այստեղ մենք մոռանում ենք մի բան, մենք կարող է մոռանանք, որ մենք հայ ենք, բայց իրանք չեն մոռանում։ Ու չեն էլ մոռանա, որովհետև իրենք փայլուն գիտեն, որ ում հողերի վրա է իրանց պետությունները ձևավորվել, ինչ ա եղել, ոնց ա եղել, այսինքն իրանք գիտեն, որ նույն Արցախում հիմա բնակվող թուրքը չգիտի, որ այ տունն է, հայ հողն է։ Ինձ լավ գիտի, ստե խնդիրը նրանում չի, իրանք ինչ են իրանց ասում։ Նույնը Արևմտյան Ադրբեջանի մասով։ Արևմտյան Ադրբեջանը հասարակ լսել եք մինչև 2018 թիվ։ Չեք լսել ու չեք էլ լսի մինչև 2021 թիվ էլ նույնիսկ տենց հպանցիկ բաներ էին անում։ Խնդիրը հետևյալն է, որ գոյություն ունի օկուպացիայի մի քանի տարբերակ, կոլաբորացիոնիստական իշխանություն են նշանակում, որը կատարում է օրինակ Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր նախապայմանները։ Որը որ կա։ Երկրորդը ռազմական մտնում են, սկսում են փշրել, ջարդել, սպանել, մորթել։ Երրորդը տնտեսական, դեմոգրաֆիկ, այդ 300,000 ադրբեջանցի, որ բերելու են կամ ուզում են բերեն, հա, ինչի համար են դա անում, այսինքն մի քանի ուղղությամբ են աշխատում։ Եվ այստեղ բոլոր հույսերը, որ մենք կկենտրոնանանք Հայաստանի Հանրապետության տարածքի 29743 կիլոմետրի վրա ու վերջ մեզ էլ ձեռ չեն տա, դա նույնիսկ մանիպուլյացիա չի, դա նախատեսված այն մարդկանց համար, ովքեր ունեն շատ ցածր ինտելեկտուալ մակարդակ, այսինքն մտածելու ունակություն չունեն։ Եվ այստեղ հարց է ծագում, ինչի համար պետք է ադրբեջանցին եւ Թուրքիան կանգնի, այն պարագայում, երբ որ մենք իրենց վտանգ չեն գեներացրել։ Ժորժ ջան, հասկացեք, մենք վտանգ չենք գեներացրել, մեր հանդեպ են վտանգ գեներացրել։ Ինչի համար շատ պարզ պատճառով, որովհետև եկել են մեր տուն։ Հիմա այդ մարդիկ ուզում են մեր տունը խլեն, էլ ոնց ասենք։ Եվ այս պարագայում չի կարելի փոխել տեղերով պատճառը ու հետևանքը։ Հիմա դա է արվում, 4-րդ հանրապետությունը ըստ էության, արևմտյան Ադրբեջանը, դուրներ հետ գա, չգա, սիրում են չեմ ասել, հելնեք օդ, իշտեք ներքև, 4-րդ հանրապետության կոնցեպտը, ինքը մենք տարանջատեցինք տարբեր պատճառներ, ինչի համար են իրենք բանանում այդ աբսուրդը առաջ տանում, բայց Թուրքի տեսանկյունից դա աբսուրդ չի, ինքը լրիվ ծրագիր է, որի համաձայն վերջնակետը արևմտյան Ադրբեջանը։ Ասեմ ավելին չզարմանաք, վաղը մյուս օրը կային ասեն արևմտյան Ադրբեջանը կամ ուրիշ ձևակերպում տան, դա հարկերը կլինի ավելի ցածր, օրինակ։ Քելեք համաձայնեք, բայց բան է։ Երևանում տեղ ունեցավ ՆԱՏՕ-ի Rose Road անունը կրող սեմինարը, որտեղ մասնակցում էին նաև Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակներ եւ ըստ էության նրանք բավականին, այսպես ասած, տանտիրոջ կարգավիճակում էին իրենց զգում եւ անգամ Երևանում խոսեցին նախապայմանների մասին, սահմանադրության փոփոխության մասին Հայաստանի, նաեւ խոսեցին այսպես կոչված Անգեզուրյան միջանցքի մասին։ Ձեզ թուրք-ադրբեջանական տանդեմը, որը շարունակաբար բանջներ է դնում Հայաստանի Հանրապետության առջև եւ Հայաստանի իշխանություններն էլ կատարում են։ Արդյոք որևէ կետում կանգ կառնի։ Ոչ, չի կանգնելու շատ պարզ պատճառով, կետը կանգնելու Հայաստանի Հանրապետության լուծարումն է, որովհետև տեսեք, ինչի համար է Թուրքիան եւ Ադրբեջանը հետեւողականորեն ոչնչացնում հայկական էթնոքաղաքական տարը։ Հիշենք կրկին, Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Արցախ հիմա էլ հասան Հայաստանի դուռը։ Շատ պարզ պատճառով մարդիկ ուզում են ձևավորեն, խոսքը թուրքերի ադրբեջանցիների մասին է, չնայած դրանց մարդ ասելը, հա, ես ժողովրդների մասին չեմ ասում, այլ նախագծի։ Չնայած յուրաքանչյուր մարդ ով մեր դեմ է, ինքը մարդ չի, դա միանշանակ, բայց այնուամենայնիվ, հա, մարդիկ ուզում են ձևավորեն միաբանություն թուրքական, որի մեջտեղը մխված է Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե մխված է եկել ենք, մխվել ենք, այլ իրան գրավելով, այո, Թուրգուտ Օզալին հիշեք, Թուրքիայի նախկին ղեկավարը մեզ բոլորիս սեփա արտահայտը անվանել
Հիշեք, չգիտեմ, հիմա գործող Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշազադեին, որը մեզ մարդ չի համարում, ասում է թունավոր արոն ունենք։ Հիշեք այս իշխանության, ոնց էին ասել, կոնստրուկտիվ գործընկեր Ալիևին, որը մեզ կենթանիների հետ է համեմատում։ Հիշեք այն, որ Ալիևը պահանջ է դրել, որ թուրքը մտնելու հայկական տարածք Ադրբեջանից չպետք է հայ երես տեսնի։ Ժորժ ջան, ուրեմն տեսեք, արժանապատվությունը եւ նվազագույն ինքնահարգանք իրենք կիրառական նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության եւ մարդու համար։ Եվ երբ որ մեզ ասում են, որ մենք հանուն խաղաղության պետք է հանդուրժենք այս ամենը, հարց հացակում, ինչի համար են թուրքերը ադրբեջանցիների հետ մեզ հետևողականորեն վիրավորելով ոչնչացնում, վիրավորում են, որ զրկեն ինքնահարգանքից, որ մարդ ուղակի որ բան անի, էլի, սենց ձեռները բարձրացնի, սուսպուս գլուխը իջացնի, յաթաղանով խփեն։ Եվ երկրորդը վերացնում են շատ պարզ պատճառ, ուզում են միավորվեն։ Պատկերացրեք, իրենց հաշվարկով, եթե Հայաստանը չլինի, իսկ իրենք անում են ամեն ինչ, որ Հայաստանը չլինի, 4-րդ հանրապետության կոնցեպտը դրա մասին է։ Ապա ձևավորում է թուրքական հսկայական միաբանություն Ադրիատիկ ծովից մինչև Չինաստանի սահման։ Պատկերացնում եք, իրենք լուծում են իրենց հարցերը։ Ստեղ խնդիրը նրանում չի, որ մենք հիմա պետք է իրանց հարցերը դնենք քննարկենք։ Խնդիրը նրանումն է, որ մեր հաշվին են լուծում եւ բոլոր պատրանքները, ստերը իբր որ կարելի է դուրս գալ այս պայմաններում, պայմանավորվածության Թուրքիա-Ադրբեջանի հետ, դա բացառված է, պատկերացրեք, որ կենցաղային օրինակ եմ բերում, մեկը գալիս է ձեր տուն, ասում ուզում եմ քեզ սպանեմ։ Ընդ որում արդեն սպանել է քո բարեկամներիդ, քո հոպարիդ, քո պապայիդ, քո մամայիդ, բոլոր տնից տեղից հեռու միանգամից ասեմ, բայց մնացել ես դու մի բնակարանում։ Այս մի կողմից այս մարդասպանն է, այս մի կողմից այս մարդասպանն է, ովքեր մնում են քո տան մեջ նախքին։ Եկել են ասում են քեզ ուզում ենք սպանենք, որ չսպանենք, դու պետքա պապայդ, մամայդ նկարները հանես պատից, պետքա փոխես քո անուն ազգանունը, պետքա փոխես քո անձնագիրը, պետքա ամեն ինչ փոխես, կադաստրի թղթով կամ դամավով տունը կմնա քեզ, սա մոռացի որ մենք էդի ավելինք ու մենք քեզ չենք սպանի։ Որ ձեռ են առնում։ Չէ, հասկանում եք, ինչ սա շատ պարզունա կենցաղային օրինակ է, բայց սա են մեզ ասում։ Մեծ հաշվով։ Դա է։ Հիմա դուրները կգա, չի գա, կընդունեք, չեք ընդունի այս գաղափարը։ Վստահաբար նայում են մարդիկ, ովքեր հարում են այս իշխանությանը, հավատացնում եմ ձեզ թուրքերին լիարժեք թքած ունեն, հարում եք դուք, չեք հարում, իշխանամետ եք, ընդդիմադիր եք, դուք հայ եք, նվազագույն անձնագրի մեջ նշված անուն ազգանով, դուք թշնամի եք։ Եվ այդ թշնամանքը Ժորժ ջան, խնդրում եմ, հասկացեք, մենք չենք որոշել, որ մենք թշնամին ենք իրանք են որոշել, և բոլոր քայլերը իրենց այդ տրամաբանության մեջ է, էլ ոնց, էլ ինչ պետք է թուրքը ասի, Հայաստան եկել ադրբեջանցին, մեզ ասում է պետք է փոխես քո սահմանադրությունը, այս պետք է անես, այն պետք է անես, ու մեկը չեղավ թքի վրեն, դուք հասկանում եք դա ինչ է, որևէ արձագանք չեղավ, շատ պարզ պատճառով, եկել են ձեր տուն, էդի անես չէ, որ անես պարզապես կանգնած մտքերը, ձեր տուն եկել են և ձեզ են ստորացնում, ձեզ են նսեմացնում, ինձ, Դավիթին, բոլորիս, իշխանություններին էլ են ստորացնում, ախր էդ է պարադոքսը, իրանց էլ են ստորացնում, բոլորին ով կա, ընդդիմություն, իշխանություն, նույնիսկ այն մարդկանց, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում, մոդայա, չէ, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, կան չէ տես դեմքը, մի զբաղվի, կգան քեզնով ընես կզբաղվեն թուրքերը, հանգիստ, մի քիչ էլ սպասեք։ Ստեղ խնդիրը, գիտեք որն է, շատ կարևոր է հասկանալ ներողություն այս հուզական պորտման համար, բայց մենք պետք է ռեալ գնահատենք իրավիճակը։ Ումից ենք վախենում։ Ինչ, վախենում ենք իրականության հետ առնչվել, միգուցե իշխանությունը համոզված է իր քայլերի ճշմարտության մեջ։ Բայց կներեք, ես ճանաչում եմ մարդ, ով համոզված է, որ երկրագունդը տափակ է, ինչ դրանց տափակ դառավ երկրագունդը։ Լսում եմ։ Ինչպես դուք նշեցիք, կա այսպիսի իրավիճակ, օբյեկտիվ իրականություն, որը բնականաբար ցավալի է, եւ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ հանրության որոշակի շրջանում կա բավական մեծ դժգոհություն գործող վարչախմբից, բայց այդ դժգոհությունը չի կապիտալիզացվում, հա, քաղաքական ընդդիմության կողմից, գոնե այս պահին։
Որն է ելքը ձեզ։ Շատ պարզ է, չի կապիտալիզացում շատ պարզ պատճառով, որովհետև լավն է իշխանությունը, վատն է, քննադատում ենք, թե չի իշխանությունը հստակ ճանապարհ է ցույց տալիս։ Ուրիշ խոսք, որ ճանապարհը տանում է ինքնասպանության, բայց ինքը ասում է, պետք է գնաս ինքնասպանվես, որ քեզ չսպանեն։ Բայց ինքը հստակ ցույց է տալի։ Իր հակառակ այլընտրանքը ո՞րն է։ Այլընտրանքը ո՞րն է, այո, պետք է լինեն շատ հստակ, պարզ հասկանալի, առանց ատելության գեներացնելու, որտեղ ատելությունն էլ է մտնում թուրքերի, ադրբեջանցիների եւ իրենց սազանդարներից թե Հայաստանում որպես գործիք մեզ կառավարելու։ Այլընտրանքը ո՞րն է։ Պետք է այլընտրանք չէ առաջարկես։ Հիմա օրինակ իշխանությունը ասում է ես գնում եմ բանակցությունների հարց։ Պետք է բանակցել թուրքերի, ադրբեջանցիների հետ։ Իհարկե պետք է, բայց սա բանակցություն չի, ինչ իրանք վարում են, ինչի շուրջ պետք է բանակցությունը լինի։ Միանշանակ Հայաստանի Հանրապետության սա մոնոլոգ է։ Ալիևը գլուխը պատով ա տվել, Ալիևը շատ բան է մեր մասին ասել։ Բայց պետք է այդ մոնոլոգը վերանա, չէ՞։ Դու որ գնում ես բանակցես մարդասպանի հետ, դու չես բանակցում ինքը քեզ ոնց է սպանելու։ Գնում ես բանակցես ու բանակցության վերջում ասում ես կոկորտետ կգզեմ, կարող է դու ինձ սպանես, բայց դու այնքան կորուստ ես ունենալու, որ ինձ սպանելը քեզ ձեռնտու չի։ Ժորժ ջան, այդպես է։ Տենց է, ամբողջ աշխարհում է տենց։ Այո, պետք է բանակցել, բայց այդ բանակցությունը չպետք է լինի միակողմանի մոնոլոգի նախապայմանների փաթեթավորում, որ այսօր մեզ բերում են Արևմտյան Ադրբեջանը 4-րդ հանրապետության մեջ են փաթեթավորում, Միջանցքը փաթեթավորում են տրիպ անվանման պիփր ճանապարհ, որի պատասխանի հարց էլեմենտար պատասխան չկա, օրինակ, որ ասում եք Միջանցք չի։ Ձեզ եմ հարցնում իշխանություն։ Հայ սահմանապահ կնիքը խփելու է Թուրքիա-ադրբեջանցու անձնագրի մեջ կամ բեռնատարը որ մտնելու է հայ մաքսավոր իր ձեռքերով բացելու թե հիմա էլի հեքիաթներ եք պատմելու որ 3-րդ 4-րդ սկաներներ ինչ-որ կազմակերպություններ բաներ հարց պարզունակ հարց սա էլ է շատ կարևոր ընդգծել էլի եւ այստեղ մենք ունենք շատ կարևոր մի հանգամանք վերադառնալով ՆԱՏՕ-ի Պարլամենտական ասամբլեայի վերաժողովին Թուրքը եկել է ձեր տուն ձեզ ինձ բոլորի ստորացնում է եւ այդ ստորացումը մեզ ներկայացնում են որպես ճանապարհ դեպի խաղաղություն հարց ինչի համար է ստորացնում մարդը մարդուն ինչի համար է ստորացնում դե լավ հաճույք ստանալու համար չի անում ինքը նպատակ ունի չէ՞ այդ ամեն ինչը նպատակը իրանք հնչեցնում են զավեշտը նրանն է որ ոչ Թուրքիա ոչ Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակը պարզ ասում է մենք մեզ գժի տեղ դրած բան ենք անում չի կարող տես բան ինչի չի կարող տես բան լինի հենց հիմա Գազայում ցեղասպանություն է ինչի չի կարող լինի աշխարհը փուլ եկավ Թուրքիան 50 տարի Կիպրոսի Եվրո միության անդամ է եվրոպամետներին էլ որ տենց անվտանգային համակարգ Եվրոպայի անդամ պետության տարածքի 50%-ը գրավել է Կիպրոսիներն էլ հույների հանել վռնդել է փուլ եկավ հա Եվրոպան գետ մեկ պատժամիջոց մտցրել է Ադրբեջանը էթնիկ զտում արեց ամբողջ աշխարհի արչև ու գետինն ենք մտնում ամոթից որ մեր աչքերի արչև նստած on-line նայում ենք ոնց են մերոնց կոտորում հիմա մեկը կասի գնայիք կռվեիր Այդ Գորիսի բերանից որ մարդկանց բռնում հետ էին տալի թե մոռացաք Սարսափելի է Ժորժ սպանդի մատերիալ ենք դառը բոլորս ընդ որում հանուն խաղաղության Մի արտահայտություն էի լսել մի կին էր փողոցում ասեց ինչ ուզում ա լինի խաղաղություն թող լինի մենք ենք ամենաշատ մենք բոլորս Այս գերեզմանում էլ խաղաղություն կա հետաքրքրված են խաղաղություն լինի բայց այս ճանապարհը չի տանում խաղաղության այ Ժորժ ջան ամեն գնով խաղաղությունը միանշանակ բերում է նրան որ գինը խաղաղության ձեր մեր բոլորիս մահն է այդ խաղաղությունն ենք ուզում Արցախում այսօր խաղաղություն ամենախաղաղ տարածաշրջանն է որտեղ հայ չկա հայ չկա Չէ ձեռառնելիք արդեն ես ուղակի sense մեկ-մեկ լսում եմ գլուխս բռնում ասում դե լավ հասկացանք հոգնել ենք այս քաղաքական բոլոր ելևեժներից եւ վերադառնալով այդ ամենին նույն այդ որ ասում եք դժգոհություն կա հազար ձևի հարց կա Արցախի հարցը ոնց ենք բերում միջազգային օրակարգ ռիսկերը հաշվարկել ենք ոնց ենք մենք դա անում
Ոնց ենք մենք ստեղծում իրավիճակ, որ պատերազմ չի լինի, այո, առաջարկներ պետք է լինեն։ Այո, առաջարկներ գլոբալ առումով առաջարկներ Հայաստանին, այո, պետք է լինեն։ Ոնց ենք դա անում։ Ոնց։ Վստահաբար հանրային համերաշխություն պետք է լինի։ Նվազագույնը պետք է բոլորս համերաշխալ լինենք այն մտքի հետ, բոլորս կապ չունի իշխանամետ, ընդդիմադիր մարդիկ, խոսքը ընդդիմության եւ իշխանության վերնախավի մասին չի, նվազագույնը մարդիկ պետք է համերաշխալ լինեն, չէ՞ որ երկիրը պետք է բնա։ Որովհետեւ այդ 4-րդ, 3-րդ հանրապետության դիսկուրսն էլ է հատուկ գցած, այդ համերաշխությունն էլ է տրակցնում մեջից։ Հիմա մարդկանց փորձում են կիսել մի մասը 3-րդ հանրապետությանն է հարում, մի մասը 4-րդ։ Հանրային համերաշխություն։ Նվազագույն իրար լսելու, որը ներկաների օրոք բացառված է լինելու։ Դենա լիներ կլիներ էլի։ Ինչի շուրջ։ Հասկանում եք, գաղափար պետք է լինի, չի կարող լինել հանրային համերաշխություն գաղափարի շուրջ, որը տանում է ինքնասպանության, դա բացառված է։ Բայց ինքը շատ լավ գործոն կարա լինի պարակտումը խորացնելու համար։ Մենք պետք է հստակ սա հասկանանք։ Մենք պետք է հստակ սա ֆիքսենք։ Եվ այո, հասել ենք այն վիճակի, որ ներողություն, ընտանիքի անդամները բաժանվում են իրարից քաղաքական ինչ-որ պահերով։ Բարեկամները իրար հետ չեն խոսում, հազար տարվա ընկերները իրար փոր են թափում։ Իսկ չենք մտածել, որ դա հատուկ է արված բոլորիս հետ, որ ուղղակի այսպես ջարդեն հատիկ ու իրենց հարցերը լուծեն։ Իսկ ինչ վերաբերում է մարդկանց չեմ ասի անտարբերությանը, հա, այդ կապիտալիզացնելու իրանց այդ դժգոհությունը, այո, մարդիկ երբ որ կտեսնեն ալտերնատիվ տեսլական, վստահաբար իրանք այդ ալտերնատիվ տեսլականը ինքը պետք է հասկանալի լինի։ Եվ այո, ինքը պետք է դուրս եկած լինի ժողովրդից։ Իսկ մարդիկ ինչ են ուզում։ Ամենակարևորը չլինի պատերազմ։ Մենք ձեզ հետ զրուցեցինք, ապացուցեցինք, այս իշխանությունը տանում է դեպի անդառնալի հետևանքների, որոնք պատերազմից բեժ-բեթար են։ Դե լավ, այս սենց ասա։ Այսինքն հարցը չի լուծվում։ Բա ո՞նց լուծենք հարցը, որ լինի, չլինի, հա, որ լինի խաղաղություն, չլինի պատերազմ, ո՞նց։ Այս հարցերի պատասխանը ո՞նց լուծենք հարցերը, որ օրինակ կներեք 7 տարվա մեջ 7 միլիարդ դոլարի պարտք են վերցրել։ Բոլորից վզով է, ձեր վզով էլ է։ Այնպես չի, որ ինչ որ մեկի գրպանից չի գնում, այդ թանկացում եւ այլն, այս ամեն ինչ այդ է։ Այլ օրինակ ասում են գնում ենք դեպի Եվրոպա։ Եվրոպան ինքը չգիտի ուր է գնում, դու գնում ես Եվրոպա, հա։ Այն Եվրոպան, որտեղ աջակողմյա ազգայնական ուժերը այսօր առաջատարներն են ամբողջ Եվրոպայով, այո, ուր ես գնում։ Անցած տարվա փետրվարին ընդհանրապես Եվրոմիության գոյության մասին խնդիրներ էին եւ մինչ այսօր այս խնդիրները գնալով խորանում են, մնում է թե չէ։ Ամբողջ աշխարհը մեղավոր է, հա, մեր դեմ, ռուսն է մեղավոր, եվրոպացին, ամերիկացին, բոլորը մեղավոր են։ Մենք էլ մեղավոր ենք, որ մենք հայ ենք, մենակ թուրք ու ադրբեջանցին, հա, մեղավոր չեն։ Դա տենց է ստացվում։ Եվ այս պարագայում, այո, կոչ եմ անում բոլորին, առաջի հերթին այդ ատելությունը։ Գիտեք, ոնց դժվար է, ես գիտեմ, որ դժվար է, բայց այնուամենայնիվ չկառավարվել ատելությամբ հայ ժողովրդի թշնամիների կողմից, դա մեկ, եւ երկրորդը խնդրում եմ ուղղակի հարգելի հեռուստադիտողներ, չվախենալ առնչվել իրականության հետ։ Ոչ թե այն իրականության, որը գիտեք, հոտած սենց գետի նման շփվում է այդ լրատվականներից բանից, հա, այդ թրքամետ շոմ 5-րդ Շարասյան կողմից սենց գլուխներս լվում է իրականության հետ։ Եվ հարցեր տալ, մի վախեցեք ինքներդ ձեզ հարցեր տալ, օրինակ ինչի համար, ինչ անշանքում Ալիև ասում է ադրբեջանցին Հայաստանի տարածք մտնելուց չպետք է հայի երես տեսնի, ձեր երեսը տեսնի, ոնց է այդ մեխանիզմը իրականացվելու։ Հասկանում եք, չէ՞ որ մեր վերացնելով է իրականացվելու վերջնական փուլում։ Հարց տվեք միած ձեզ։ Այդ ոնց է ստացվել 5000 տարի մենք ապրեցինք փառք Աստծո, հասանք այն իրավիճակի, որ ունենք պետություն նվազագույն, հա, ունենք
ժողովուրդ ենք, ազգենք, իսկ մեզնից ավելի շատ, ավելի հարուստ, ես նկատի ունեմ այո, թե ֆինանսական, թե բանով ենթադրենք, չգիտեմ, մի քանի հազար տարի առաջ այդ ազգերը վերացան, այդ ո՞նց է տենց ստացվում, ինչի համար։ Մի հատ եկեք էլ վերլուծենք։ Ավելի գլոբալ խնդիրներ, չեմ ուզում հիմա բարձրաձայնեմ, հասկանանք մեզնից ինչ են ուզում եւ մենք ինչ ենք ուզում։ Եթե մենք ուզում ենք լինել չաղ ու բախտավոր, դա ցանկություն չի։ Դա որոշակի քայլերի հետևանք է, որը պետք է անես, որ լինես չաղ ու բախտավոր, ներողություն այս ժողովրդական լեքսիկոնի համար։ Սա է ուրիշ տարբերակ չկա։ Սա է ամեն մարդու իր մեջ ձևավորի իր համար ներքուստ այն տեսլական եւ առաջարկը Հայաստանին, որ ինքը իր մեջ ձևավորում է։ Բոլոր սոցիալական կլինի, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այլն։ Եվ ամենակարևորը, չվախենակ առնչվել իրականության հետ։ Հիվանդությունը բուժվում է այն ժամանակ, երբ որ հիվանդը ընդունում է իր դիագնոզը եւ սկսում է պայքարել։ Եթե հիվանդը չի ընդունում իր դիագնոզը, բժշկությունը անզոր է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրներ Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը, ծեսեթեր Դավիթ Վիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube ալիքին, կհանդիպենք։